Հա, ես ուղղակի որպեսզի միջև դա գալը մի հարց է տամ, որ ինձ ճիշտ ասած միշտ հետաքրքրել է։ Պաստորեն ինչ որ մի շրջան է եղել, որ Homo sapiens-ը եւ Neanderthalian մարդը զուգահեռ են ապրել։ Այո։ Այսինքն մարդ տեսակը, այն ինչ որ մենք այսօր ընկալում ենք որպես մարդ, եզակի չի եղել։ Եղել են տարբեր տեսակներ մարդու։ Կան ուղղակի կա որ այն պատմական զարգացումների բերումով ինչ որ տեսակներ վերջին հաշվով հա դուրս են մղվել իսկ մենք գիտենք ոնց են դուրս մղվել Նեանդերտալյան եւ մարդու եւ ժամանակակից մարդու նախնու հանդիպման հետ կապված երկու մեծ բան տեսակ է այսինքն մեր ադապտացման մեր նախնու ադապտացման հնարավորությունները շատ ավելի մեծ են եղել եւ նա շարունակել է գոյատևել եւ այլն նա չի կարողացել դիմանալ մրցակցությանը մյուսը որ ուղղակի մենք ոչնչացրել ենք հա ցեղասպանություն է եղել այո մոտավորապես այդպես ընդ որում պայքարը գնացել է Գրիմում ունենք շերտեր, որտեղ Նեանդերտալյան մարդն ապրել, հետո ապրել է արդեն ուրեմն բանական մարդ, հետո նորից Նեանդերտալյան մարդը, այդ շերտերի մեջ տեսնում ենք, որ մեկը մեկին որ կերել է։ Պատերազմ։ Հա, էլի սպանը կերել, ուղղակի կերել է։ Հա, եւ հետո ճիշտ ես մի թիվ եմ կարտացել, որ ժամանակ, բայց նաեւ Խաչասերում էլ է եղել, հա։ Միանշանակ, այսօր մեր մեջ նաեւ շատ չնչին 4% ես կարտացի, որ Նեանդերտալյան մարդու գենետիկ գեներից մեր մեջ անցած։ Հա, եւ մի հարց տամ այս թեման։ Մեր մեջ նկատում եմ մարդ արարածի։ Հա, այս թեման է բանանենք։ Իսկ մենք գիտենք ինչի հաշնորհիվ է բանական մարդը հաղթել Նեանդերտալցին։ Կա ինչ որ որտեղ ես գիտեմ որ անթրոպոլոգիապես ասենք թույլ չի եղել Նեանդերտալյան մարդը։ Չէ, այստեղ ավելի բանականության խնդիր կա։ Ժամանակակից մարդու տարածումը երկիր մոլորակի վրա եւ այլն առավելապես կապված այն բան հետ որ ինքը շատ ավելի ճիշտ էր կարողանում հարմարվել, հա, այն միջավայրին, որտեղ ինքը հայտնվում էր։ Եվ այդ միջավայրերը փոփոխական էին։ Միտեղ մի բանկը կենսամիջավայր, այստեղ մի պայմաններով էր կենսամիջավայրը, այնտեղ մի պայմաններով էր եւ այլն մարդու շատ տեսակներ կարողանում էին ապրել միայն ինչ որ մի կոնկրետ կենսամիջավայրի սահմաններում։ Այս բանական մարդը իր բանականության շնորհիվ, այսինքն ավելի ճկուն էր։ Ասենք այսպես ոնց ասեմ, բնական աշխարհը մշակութաբանացնելու, հարմարեցնելու իրան, հիմնականում ինքը սկսեց անել։ Այսինքն, եթե ինչ բնական մարդը բնությունն էր թելադրում մարդուն, ինչպես փոխվի, ինչպես հարմարվի եւ այլն, մարդ բնականը սկսեց բնությունը փոխել, իրեն հարմարացնել։ Այդ պահից մենք ստեղծում ենք այն աշխարհը, որ կանվանենք մշակութաբանեցված աշխարհ, որի մեջ պիտի ձևավորվեն այն քաղաքակրթությունները, որի ժառանգն ենք մենք այսօր։ Աստորեն։ Այսինքն ինքը հարմարվողականության ավելի ճկուն ստրատեգիաներ է ունեցել, քան մյուսները։ Նրանք պետք է գնային, ասենք, եւ տուպիկի առաջ կանգնեին զարգացման ինչ որ մի ժամանակ բնության մեջ փոփոխություն կկատարվեր կենսամիջավայրում կտրուկ փոփոխություններ եւ այլն, նա չի կարողանում ապրել, ինչպես նաեւ կենթանական աշխարհի շատ ու շատ այլ տեսակներ։ Ասենք ինչ պատճառներով այդ տարածքից վերանում են։ Կրակը ավելի շուտ էր, չէ՞, դելացրել։ Կրակը արդեն 300,000 տարի ճիշտ է, ճիշտ գիտեմ թիվը։ Կրակի հետ կապված մի դրվագ պատմեմ, ուրեմն մի քանի տարի առաջ մենք Լուսակերտի քարայր ունենք։ Այդ քարայրից կորզած նյութերը տարվեց Եվրոպա, որպեսզի այնտեղ եւ Ամերիկա հիմա լավ չեմ հիշում, որ լաբորատորիաներում հատուկ անալիզների ենթարկելու։ Ուրեմն մինչ այդ անալիզների արդյունքների հրատարակումը կարծիք կար, որ Նեանդերտալյան մարդը տիրապետում է կրակին, բայց կրակ չի կարողանում ստանալ։ Նա վերցնում է բնությունից տված կրակ, այսինքն որտեղ որ ատամները հրդեհներ են եւ այլն, այդ կրակը բերում է։ Կարը տրակի, ասեն կարող էր պահակություն անել, որ կրակը չհանգի։ Լուսակերտի պեղումները, այդպես էր պատկերացումները։ Լուսակերտի պեղումներով պարզվեց, որ Նեանդերտալյան մարդը կարողանում էր ստանալ կրակ։ Այսինքն ինքը ցանկացած պահին, երբ որ իրեն հարկ կլներ, ինքը կարողանում էր ստանալ կրակ։ Դա Նեանդերտալյան մարդու մասին եղած առ այսօրվա պատկերացումների մեջ շատ կարևոր լրացուցիչ նոր բան մտավ։ Եվ դա կատարվեց հայաստանյան հուշարձանի պեղումների եւ այդ պեղումներից կորզված տվյալների հիման վրա։ Դա մի քանի տարի առաջ։ Կրակը առավելություն էր տալիս կենթանիների նկատմամբ, որովհետեւ ֆիզիկապես, ասենք, բնականաբար մարդը այդքան ուժեղ չէր եւ վայրի կենթաները չէր կարող պայքարել եւ կրակը այդ առավելությունը տվեց։ Կրակը եւ նետող զենքի այդ տեսակները, երբ որ հեռավորության վրա կարողանում էր որս անել եւ այլն, այդ երկուսը մարդարարածին դարձրեցին այդ
շղթայի, հա, ամենավերևի։ Միջև կրակը սովորական մյուս կենտանների նման հավասար։ Այդպես չէ, բոլոր դեպքերում, երբ որ դու խմբով ես գործում եւ այլն, հա, այնտեղ էլի նորից էլի առավելություններ կան։ Բայց բոլոր դեպքերում, երբ որ դու որսորդությամբ ես ապրում կամ հավաքչությամբ ես ապրում եւ այլն, բոլոր դեպքերում բնության թելադրանքը քո կենսագործնեության վրա հսկայական, այսինքն նա չի թողում կամ մի օպտիմալ քանակ մարդու, որ կարող է, ասենք, անդադ մոբիլ լինելով, կենտանիների հետևից գնալով, այդքան մարդ կարող է լինել, այսինքն կինը չի կարող այնքան երեխա ունենալ, որ հետևից գցի գնա կենտանիների գործալու եւ այլն, իրենք անդադ մահանում են։ Դրա համար հետո վազնես չեն շատանում։ Այսինքն նրանք շարունակաբար մնում են ինչ որ մի քանակի մեջ եւ մարդկության քանակությունը 100,000-ավոր տարիների ընթացքում գործնականում չի աճում եւ այլն։ Գկա այն պահը, երբ որ արդեն այլ մարդ բանականը հենց հատկապես այդ նեոլիթյան հեղափոխության ժամանակ, երբ որ արդեն ոչ թե որսորդությամբ կզբաղվի կամ հավաքչությամբ, այլ նստակյացություն կունենա եւ կնստի մի տեղի վրա, միանգամից ժողովրդագրական պայթուն է տեղ ունենա։